2.3 միլիոն բաժանորդ, 56.8 միլիարդ դրամի եկամուտ։ Վիվայի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ամփոփեց 2024 թվականի արդյունքները։ 2024-ը մեզ համար պարզապես աճի տարի չէր, մենք իրական և վճռական քայլ կատարեցինք դեպի թվային կոնվերգենտության նոր հանգրվան։ Վիվան դարձել է բջջային ու ֆիքսված կապ, հեռուստատեսություն, ամպային ծառայություններ, բազմազան հավելվածներ, նորարարական ՏՏ լուծումներ առաջարկող թվային էկոհամակարգ։ Մենք գործարկել ենք համակցված լուծումներ, որոնք այսօր մեր բաժանորդների առօրյայի մասն են կազմում։ Թվային աշխարհը դարձել է ավելի մոտ, հարմար և հասանելի։ Ըստ Ավետիսյանի 2024-ի կարևոր իրադարձություններից մեկը ռեբրենդինգն էր, որն արտահայտում էր ընկերության թվային վերափոխման որակական նոր փուլը, թվային նոր դարաշրջանում ընկերության արժեքներն ու տեսլականը։ Գլխավոր տնօրենը նաև վիճակագրություն ներկայացրեց։ Ըստ այդմ 2024 թվականի վերջի դրությամբ Վիվան ունի 2.3 միլիոն բաժանորդ, 1.2%-ով ավելի, քան 2023 թվականին։ Խոսելով եկամուտների մասին, թե գործառնական եկամուտները, թե ինտերնետ ծառայություններից ստացված եկամուտները 2023-ի համեմատ աճել են մոտ 6%-ով, իսկ մեր եկամուտները կազմել են 56.8 միլիարդ դրամ։ Այս եկամտի կեսը ստացվում է մեր հաճախորդներին մատուցվող ինտերնետ ծառայություններից։ 2024 թվականին Վիվան գրանցել է զուտ շահույթի ավելի քան 30% աճ։ Այս կատարողականը ընկերությանը հնարավորություն է տվել բաժնետերերին ընկերությունում ունեցած իրենց մասնակցության չափերին համամասնորեն մոտ 10 միլիարդ դրամ շահութաբաժին վճարել։ Պետությունը որպես ընկերության 20% բաժնետեր ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին։ 5G ցանցի կառուցման Վիվայի առաջիկա պլանների վերաբերյալ հարցին ի պատասխան ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը նշեց. Մենք նախընտրում ենք սկզբում իրականացնել, իսկ հետո միայն պատմել։ Վիվան այսօր արդեն ունի ռադիոհաճախականությունների 2 անգամ ավելի մեծ ռեսուրս, քան առաջ, ինչը Վիվայի ռադիոհաճախականությունների ձեռքբերման նպատակով իրականացրած ամենախոշոր ներդրման արդյունքն է։ Հավելեց, արդեն իսկ նախագծված են մի շարք ծառայություններ ու պրոդուկտներ 5G խոշորածավալ ներդրման ընթառաջ։ Վիվայի գլխավոր տնօրենն ընդգծեց նաև, որ խոշոր հարկատուների ցանկում բոլոր օպերատորներից Վիվան այս տարի նույնպես գլխավորում է օպերատորների ցանկը։ 2024 թվականին ընկերությունը վճարել է 18.2 միլիարդ դրամի հարկ, 244 միլիարդ դրամով ավելի անցած տարվա համեմատ։ 2024 թվականի ընթացքում Վիվան կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ ուղղված տարբեր սերնդի ցանցերի արդիականացմանը։